Բարի օր, այսօր կխոսենք վարակային ծագման սուր հիվանդության կարմիր քամու մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Քնարիկ Սարգսյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Ինչ է կարմիր քամին։ Կարմիր քամին արդեն ինչպես ասացիք, սուր վարակային ծագման ինֆեկցիոն հիվանդություն է, որը ախտահարում է մաշկը եւ ունենում է համակարգային դրսևորումներ, ինչպիսիք են ջերմություն, դող, սարսուռ, երբեմն գլխացավ, մկանացավեր։ Ինչն է հանգեցնում կարմիր քամու առաջացմանը։ Վարակային հիվանդությունների դեպքում մենք ունենում ենք պատճառային գործոն, այսպես կոչված, որը այս դեպքում բակտերիա է, A խմբի ստրեպտոկոկերը հիմնական պատճառն են այս հիվանդության, որոնք հարուցում են կարմիր քամին, եւ որպիսի առաջանա կարմիր քամի, անհրաժեշտ է մաշկի ամբողջականության խախտում։ Օրինակ, վնասվածք, վերք, կտրվածք, երբեմն այրվածք, նաեւ միջատների խայթոցի տեղում առաջանում է մաշկի ամբողջականության խախտում եւ բակտերիան կարող է ներխուժել։ Բայց միայն այս ուղին չէ ներթափանցման, նաև հնարավոր է հեմատոգեն արյան միջոցով բակտերիայի տեղափոխում դեպի մաշկ, որտեղ էլ առաջանում է բորբոքումը։ Այսինքն պետք է զգուշանան բաց վերքերից։ Այո, բաց վերքերը հիմնական մուտքի դռներն են այս հիվանդության համար հանդիսանում։ Այն վարակիչ հիվանդություն է համարվում։ Վարակային ծագման է, բայց որպես այդպիսին կոնտագիոզ չէ, այսինքն պացիենտի հետ շփվելիս վարակվելու հավանականությունը շատ քիչ է։ Ինքը չի համարվում կոնտագիոզ հիվանդություն, որով կարելի է կարմիր քամիով հիվանդի հետ շփվելիս վարակվել, քանի որ այս ստրեպտոկոկերը յուրաքանչյուրիս մաշկի վրա կարող են լինել եւ արտաքին միջավայրում եւս։ Եվ յուրաքանչյուր անձ, ում մաշկի վրա կա ստրեպտոկոկ, փոքր վերքից պարտադիր չէ, որ կարմիր քամի զարգացնի օրգանիզմը։ Այստեղ շատ գործոններ կան եւ դրանցից մեկը նաեւ օրգանիզմի պատասխանն է։ Ինչպես նաեւ կան հստակ ռիսկի խմբեր, թե ովքեր են առավել հակված ստրեպտոկոկային վարակի դեպքում կարմիր քամի հիվանդություն առաջացնելու համար։ Եվ ովքեր են հակված։ Հատկապես նրանք, ովքեր ունեն տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություններ, ճարպակալում, շաքարային դիաբետ, անոթային խնդիրներ տարատեսակ, հատկապես ստորին վերջույթների, վարիկոզ երակների լայնացում, լիմֆոստազ, ավշային հանգույցների եւ ավշային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող անձիկ, ում մոտ ավիշը համապատասխան ձևով չի շրջանառում, եւս բարձր ռիսկի խմբում են զարգացնելու համար, տարբեր քրոնիկ հիվանդություններ, որոնք բերում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկմանը, նաև իմուն համակարգի վրա ազդող տարատեսակ հիվանդություններ, եթե բերում են իմուն համակարգի ճնշմանը։ Հղիությունը եւս կարող է համարվել ռիսկի գործոն, քանի որ այս շրջանում որովայնի չափերի մեծացումը եւ նաև տեղակայումը երեխայի կարող են բերել ավշային ուղիների ճնշման, ավիշի հետ վերադարձի հետ հոսքի դժվարացման, ինչը արդեն կարծես բերում է լիմֆոստազի առաջացման եւ բարձրացնում է ռիսկը կարմիր քամու առաջացման համար։ Այստեղ մենք հատկապես խոսեցինք այն դեպքերի մասին, երբ ախտահարվում են վերջույթները, ոտքերը, հատկապես, բայց կարմիր քամին այնպիսի հիվանդություն է, որը կարող է այլ մաս եւս օրգանիզմի, մարդու մարմնի ախտահարել, հատկապես դեմքը եւս առաջնակի կարմիր քամու թիրախներից մեկը կարող է լինել։ Միանգամից արտահայտվում է կարմրությունը, թե որոշակի ժամանակ հետո։ Շատ լավ, այս մասին ասեմ, որ հիմնականում բնորոշ է սկիզբը սուր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ բավականին լավ նկարագրում են պացիենտները այդ process-ը, ապա նոր միջինում 48 ժամվա ընթացքում, հիմնականում 1 օրվա ընթացքում մաշկի կարմրությունն է սկսում դրսևորվել։ Եվ այն երկար ժամանակ չի անցնում։ Այո, այստեղ կա շատ տիպիկ մաշկային դրսևորում, երբ մենք գործ ունենք շատ արտահայտված կարմրության հետ, հիմնականում ախտահարված հատվածում նաև ունենում ենք այտուցի պատճառով մաշկը ձեռք է բերում փայլուն տեսք ավելի եւ երբեմն ցավոտ է լինում։ Ուստի սա այն թեթև կարմրությունը չէ, որին մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնելու։ Այս ախտահարված հատվածը կողքի առողջ մաշկից հստակ սահմանազատված է լինում հիմնականում եւ ավելի բարձր է լինում։ Կոչվում է նաեւ աշխարհագրական քարտեզի կարծես տեսք կամ երբեմն անվանում են կրակի նման եւ գույնն է, բոցավառ կարմիր կարող է լինել եւ կրակի նման կարծես սահմանազատված լինի եզրերը։ Այդ պատճառով բավականին հեշտ է կլինիկորեն հասկանալ, որ սա կարմիր քամի հիվանդությունն է եւ ոչ թե այլ բնույթի, օրինակ ալերգիկ ինչ-որ ռեակցիա կամ այլ մաշկային կամ անոթային հիվանդություն։
Այն հանգեցնում է փղախտի առաջացմանը։ Չէ, կարմիր քամին ինքնին չի կարող բերել փղախտի առաջացման, բայց այ փղախտը կարող է հանդես գալ որպես ռիսկի գործոն կարմիր քամի զարգացնելու համար։ Փղախտը հիմնականում լիմֆատիկ հանգույցներով պայմանավորված հիվանդություն է, ավշային ուղիների հիվանդություն է, երբ նորից ավիշի հետ վերադարձը դժվարացած է, այն նորմալ հեշտությամբ չի վեր բարձրանում հիմնականում ստորին վերջույթներից եւ առաջանում է վերջույթի այտուց, ընդ որում դա այն ստանդարտ այտուցը չէ, այլ ավելի խոշորանում է կարծես վերջույթը, չափերով մեծանում է ի համեմատ չախտահարված հատվածի եւ ոչ միայն վերջույթը իհարկե, եւ բոլոր այս դեպքերում, երբ մենք ունենք այդ ռիսկի գործոնը ավելացած, մի փոքր քերծվածք, վնասվածք, որը կարող է բերել ստրեպտոկոկերի մուտքին, մեզ մոտ տվյալ անձի մոտ կարող է առաջացնել կարմիր քամի հիվանդությունը։ Վարիկոզից խոսեցիք, այդ հիվանդությունը ունեցող ցանկացած մարդ կարող է բախվել այս խնդրին։ Ցանկացած մարդ կարող է, բայց հիմնականում մեկ գործոնը բավական չէ, որ կարմիր քամի զարգանա, շատերը կարող են ունենալ վարիկոզ հիվանդություն եւ չզարգացնել կարմիր քամի իրենց կյանքի ամբողջ ընթացքում, բայց քանի որ շատ հաճախ մեկից բաց ավել ռիսկի գործոններ են մարդիկ ունենում, վարիկոզ հիվանդություն, ճարպակալում, երբեմն նաեւ դիաբետ կամ սիրտանոթային որևէ խնդիր, դրանք գումարվելով իրար ռիսկը մեծացնում են, բայց այնպես չէ, որ ամեն երկրորդ անձ ով ունի վարիկոզ հիվանդություն, պետք է պարտադիր կերպով զարգացնի իրեն կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ կարմիր քամի հիվանդություն։ Սա այն հիվանդություններից է, որ նախապես չես կարող իմանալ կունենաս թե ոչ։ Այո, իհարկե, ոչ մեկ չի կարող նախապես իմանալ ինքը ունենալու է կարմիր քամի իր կյանքի ընթացքում թե ոչ, հատկապես իհարկե մենք ռիսկի խմբերից խոսեցինք, բայց երբեմն դեմքի կարմիր քամին հատկապես կարող է ի հայտ գալ անձանց մոտ, ովքեր իմ նշած ռիսկի գործոններից եւ ոչ մեկը չունեն։ Այդ դեպքում ինչպես է բուժվում։ Բուժումը, քանի որ սա վարակային հիվանդություն է, բակտերիալ ծագման, բուժումը պետք է իրականացվի հակաբակտերիալ պրեպարատներով, անտիբիոտիկներով։ Այստեղ պարտադիր հակաբակտերիալ բուժում պահանջող հիվանդություններից մեկն է հանդիսանում կարմիր քամին, երբ անհրաժեշտ է ճիշտ ընտրված հակաբիոտիկ, ճիշտ ընտրված դեղաչափով եւ համապատասխան տևողությամբ։ Ընդ որում, եթե անձը մեկ անգամ ունենում է կարմիր քամի, նա ապահովագրված չէ երկրորդ անգամ այդ հիվանդությունից հեռու մնալ, քանի որ մեկ անգամ ունենալուց հետո ռիսկը կրկնակի այս հիվանդությամբ հիվանդանալու ավելի բարձրանում է։ Մոտավորապես կարմիր քամիով հիվանդացածների 1/3-ը կարող է ունենալ կրկնակի այս հիվանդությունը եւ սա չի նշանակում, որ անձի օրգանիզմից այսպես կոչված չի դուրս եկել, հա, վարակը, ոչ, կան ռիսկի գործոնները, ընդ որում երբեմն շատ հաճախ կարող եմ ասել, որ պացիենտները հատկապես ստորին վերջույթների կարմիր քամի ունեցողներն ունենում են մեկից ավելի ռիսկի գործոններ, ինչի արդյունքում էլ նրանք ունեն հնարավորություն կրկին զարգացնելու այս հիվանդությունը։ Դրա համար առաջին էպիզոդից հետո երբեմն նշանակվում է երկարատև կանխարգելիչ բուժում հակաբակտերիալներով, այն կարող է տևել 1 տարի, երբեմն կարող է կարիք լինել ավելի երկարատև, որպեսզի չունենանք կրկնակի դեպքեր կարմիր քամու։ Ճիշտ է, որ այն մարդիկ, ովքեր չունեն դիաբետ կամ այլ հիվանդություններ, անոթային իրենց դեպքում 1 շաբաթում հիվանդությունը անցնում է։ Այո, ռիսկի գործոններ չունենալու դեպքում հիմնականում հիվանդությունը 3-ից 7 օրերի ընթացքում կարող է սահմանափակվել, կարող է մաշկային դրսևորումը լրիվ վերանալ մի փոքր ավելի երկար ժամկետներում, բայց հիմնականում շատ կարճ է տևում։ Նույնիսկ կան դեպքեր նկարագրված ինքնալավացման, երբ օրգանիզմը ինքնին հաղթահարում է առանց հակաբակտերիալ բուժման, բայց դեպքերի մեծամասնությունում, քանի որ կան ռիսկի գործոններ, հիվանդությունը կարող է ունենալ երկարատև ընթացք եւ երբեմն կարող է չենթարկվել հակաբակտերիալ բուժմանը, կարիք լինի բուժման փոփոխության, նույնիսկ դեպքեր են լինում, երբ արդեն իսկ այս հիվանդությունը բերում է տարբեր այլ մաշկային եւ համակարգային բարդությունների առաջացման։ Ճիշտ հասկացա, որ հիմնական ախտանշանը ստորին վերջույթների այտուցվածությունն է։ Հիմնական նշանը մաշկի կարմրությունն է, կարմիր քամի, հենց այդ պատճառով էլ ինքը կոչվում է, որը բերում է այդ հատվածի նաև այտուցի, որ հատվածը ախտահարված է, ինքը ավելի բարձր է կողքի մակերեսից, այստեղ լայն այտուցի մասին չէ խոսքը, այլ տեղային, ինչքան հատվածը ախտահարված է կարմրած, նաև այտուցվում է եւ ընդունում տենց փայլուն տեսք, քանի որ մաշկը լավ այտուցվում է, ինքը բրկվում է կարծես եւ ավելի փայլուն է դառնում։ Ինչ չի կարելի անել կարմիր քամու դեպքում։
Շատ կարևոր բան եք ասում։ Շատ հաճախ սկսում են տեղային բուժումներ իրականացնել մարդիկ, տեղային տարբեր քսուկներ, տարատեսակ ժողովրդական մեթոդներ, երբեմն գալիս են տարբեր տիպի միրգ ու բանջարեղեն արդեն իսկ օգտագործած որպես բուժիչ մեթոդ, քանի որ կա այտուց, կա ցավ, բավական ցավոտ է լինում։ Օրինակ քոր այդքան բնորոշ չէ, չնայած որ երբեմն մարդիկ մտածում են, որ սա ինչ-որ ալերգիկ դրսևորում է, սկսում են հակաալերգիկներ եւ այլն։ Պետք է հնարավորինս շուտ տեսնելով տեղային ինչ-որ մի հատվածում կարմրություն, որը հստակ սահմանազատված է կողքի առողջ մաշկից, կա այտուց, ցավ, դիմել մասնագետի։ Ընդ որում ինֆեկցիոնիստները, վարակաբանները հենց այն մասնագետներն են, ովքեր առավելագույնս գրագետ կերպով կարող են ախտորոշել եւ բուժել այս հիվանդությունը։ Կցանկանամ նշել, որ սա կլինիկորեն դրվող ախտորոշում է, այսինքն չկան հատուկ թեստեր, որոնցով մենք ախտորոշելու ենք, չեն արվում տարբեր հետազոտություններ։ Բժիշկը տեսնելով եւ գնահատելով իրավիճակը եւ հիվանդության ընթացքը կարող է տալ ախտորոշումը։ Այդ պատճառով շատ կարեւոր է նախ եւ առաջ ճիշտ ախտորոշումը, որպեսզի սխալ ուղիով նույնիսկ բժշկական մոտեցումը չգնա, եթե տնական մեթոդներ չանեն, բժշկական որևէ մոտեցում սկսվի, երբեմն դեմքի կարմիր քամին կարող է շփոթվել վիրուսային ծագման, օրինակ հերպես վիրուսային վարակի հետ։ Շատ հաճախ են լինում դեպքեր, երբ կարմիր քամին սկսվում է քթին մոտ, կամ բերանին մոտ, այդ քիչ շրթունքային հատվածից, երբեմն կարող է առաջնակի լինել բշտիկային ձևը, երբ բշտիկ է լինում եւ ոչ թե այդ ստանդարտ կարմրությունը, մինչեւ որ կառաջանա ավելի բնորոշ ընթացքը, ինչպես ասացի, նախորոքել ունենում են ջերմության բարձրացում, մտածում են լավ, մրսել են, երևի հերպես է առաջացել եւ սկսում են տեղային հակավիրուսայիններ, երբեմն նաեւ օգտագործում են խմելու տարբերակով, բայց տեսնում են փոփոխություն չկա ու այդ ուշացած փուլերում արդեն տարածված, քանի որ բակտերիա է, պետք է հնարավորինս շուտ դեմն առնել, քանի որ ինքը կարող է բերել այլ վարակների համար եւս բացել տարածք, քանի որ մաշկ է, հատկապես դեմքը, որը շատ մոտ է գլխին, կարող է բերել հիվանդության տարածման, տարբեր բարդությունների, աբսեսների առաջացման, ընդհանուր մինչև արյան հուն անցնելով հնարավոր է մենինգիտների առաջացում դեմքի կարմիր քամուց։ Դրա համար, եթե կա ինչ-որ բան, ինչը շատ ստանդարտ չէ եւ մի փոքր տարօրինակ է, պետք է հնարավորինս շուտ դիմել մասնագետի ախտորոշման եւ ճիշտ բուժման համար։ Արյան վարակում էլ կարող է առաջացնել։ Այո, հնարավոր է, որ այս բակտերիան անցնի արյան հուն, քանի որ մաշկն է ախտահարված, այդտեղից կարող է անցնել արյան հուն եւ բերել համակարգային խնդիրների առաջացման։ Իհարկե հազվադեպ են այսպիսի բարդությունները, բայց քանի որ գործ ունենք հիմնականում արդեն իսկ առողջական խնդիրներ ունեցող, իմուն համակարգի ընկճում ունեցող անձանց հետ, ապա դա եւս կարող է տեղի ունենալ։ Ժողովրդական միջոցներից խոսեցիք, մարդիկ օրինակ կարծում են մետաքսը վերցնում եք, մեղրը գցում եք, դնում եք վերքին, մի քանի անգամ կրկնում եք, անցնում եք կամ սև ալյուր եք ցանում այդ հատվածում, կա նման բան։ Չէ, պատասխանը միանշանակ է ոչ, չի կարելի անել այդպիսի բաներ, տեղային պատկերացրեք մեղրը դնում են, ծածկում են, էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում, որպեսզի կողքից այլ բակտերիաներ եւս սկսեն աճել, այդ միջավայրում, ինչպես նաեւ ծածկել, կոմպրեսներ դնել տնային պայմաններում, փաթաթել, չգիտեմ, վիրակապեր են անում, երբեմն փորձում են ինքնուրույն բշտիկային ձևի դեպքում, օրինակ բշտիկ է լինում, փորձում են ինքնուրույն բացազատել այդ բշտիկը, փորձել ինչ-որ նյութեր ներարկել դեպի ներս, չի կարելի այդ բոլոր մեթոդները, որոնք որ ժողովրդական են, այս դեպքում միանշանակ պետք չէ, մենք վարակային process-ի հետ գործ ունենք, այստեղ բորբոքում կա ներսում, որը այդ մեթոդներով չարժե փորձել ճնշել։ Հիմնականում այդ մեթոդներին դիմելուց հետո են գալիս բժշկի։ Ճիշտն ասած, վերջին տարիներին մի քիչ ավելի պակասել են այդ մեթոդներն անելուց հետո մոտենալը, բայց իհարկե երբեմն ինքնուրույն ինքնաբուժում ինքնուրույն տարբեր մեթոդների դիմում են եւ նոր են մոտենում։ Մի քանի տարի առաջ երևի ավելի հաճախ էր լինում այդպես ժողովրդական մեթոդներից հետո դիմելը, երբեմն նույնիսկ արդեն վիրահատական միջամտության կարիք էր լինում, որովհետեւ տեղում ինչ ասես, որ չէր գումարված լինում, մաշկ է, որը վնասվել է, առաջացել է բորբոքում, մի հատ էլ կողքից սկսում ենք նպաստավոր պայմաններ ստեղծել եւ շատ հաճախ էին լինում։ Հիմա կարող եմ ասել, որ մի փոքր ավելի նվազել է այդ տենդենսը ժողովրդական մեթոդների կիրառման, ինչը ավելի հեշտացնում է մեր գործը։ Կարմիր քամին հիմնականում որ տարիքի անձանց մոտ է հանդիպում։
Տարբեր տարիքի անձիկ կարող են ունենալ այս հիվանդությունը, բայց առավել, քանի որ ասացի կան ռիսկի խմբեր, այդ իմ ասած անձիկ մեծահասակներն են, հատկապես 65 տարեկանից ավելի բարձր տարիքի անձիկ ել ավելի ռիսկի խմբում են, բայց փոքր երեխաները եւս ռիսկի խմբում են ունենալով ավելի թույլ, այսպես կոչված իմուն համակարգի պատասխան, նրանք եւս ռիսկի խմբում են զարգացնելու համար, բայց ամեն դեպքում ցանկացած տարիքի անձ կարող է ունենալ, հատկապես դեմքի կարմիր քամին, երիտասարդ առողջ մարդը եւս կարող է ունենալ։ Ընդ որում դրան երբեմն կարող է նախորդել ֆարինգիտը, բկանցքում որևէ խնդիր, որտեղ եւս այս ստրեպտոկոկերը լինում են եւ հեշտությամբ կարող են ներթափանցել դեմքի մաշկ արդեն եւ առաջացնել դեմքի կարմիր քամի, նույնիսկ առողջ եւ ոչ մի ռիսկի գործոն չունեցող անձի մոտ։ Շատ են հանդիպում դեպքերը։ Քիչ չեն եւ հատկապես ասեմ, որ արդեն այս տարի ունենք դեպքեր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, ընդ որում հոսպիտալացված, որոնք կարիք ունեն համակարգային բուժման եւ վարման, մասնագետների կողմից, քանի որ անհրաժեշտ է մաշկի ամբողջականության խախտում, մենք ավելի շատ երբ եղանակը սկսում է տաքանալ, այդ շրջանում ենք ունենում դեպքերի ակտիվացում, հատկապես որ ասացի ստորին վերջույթները, ախտահարվում են, անհրաժեշտ է բաց տարածք, որպեսզի այդ բակտերիան ներխուժի ներս, բայց դեմքի կարմիր քամու դեպքում նորից որպես մի փոքր ավելի բացառություն ցուրտ եղանակներին եւս կարող է հանդիպել։ Այնպես որ արդեն դեպքերը սկսվել են եւ գնալով, գարնանվերջ, ամառ, նույնիսկ աշնուն, մինչեւ հոկտեմբեր, հուլիսից հոկտեմբերը հատկապես համարվում են ակտիվ շրջան է այս հիվանդության համար։ Այդ շրջանում էլ պատկերացրեք ջերմություն, դողսարսուր, բավականին տհաճ է լինում մարդկանց համար այդ երևույթները եւ նրանք կարիք են ունենում ավելի համակարգային մոտեցման եւ բուժման։ Հոսպիտալացվածները մեծահասակներ են։ Այո, հիմնականում մեծահասակներ են, բայց լինում են դեպքեր, երբ երեխաների մոտ եւս լինում է ծանր ընթացքի կարմիր քամի եւ երեխաները եւս հոսպիտալացվում են բուժման համար։ Կարծում եմ երեխաները ավելի շուտ են լավանում եւ վերջնական։ Հիմնականում այո, այդպես է, բայց ելի չի բացառվում կրկնակի առաջացում եւ հիվանդության երկարատև ընթացք։ Շնորհակալություն։ Ձեզ եւս շնորհակալություն հարցազրույցի համար։ Մենք զրուցում էինք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Քնարիկ Սարգսյանի հետ։